Dans les propos de Monsieur le député, il y avait souvent référence à une collaboration avec le Sénat français. Հաճախ հղումկար սենատի հետ աշխատանքին, ինչ կարող եք ասել այդ համագործակցության մասին, ինչպես նաև ավելի լայն ապակենտրոնացված համագործակցության մասին։ Նախ եւ առաջ բարև բոլորին։ Ես եմ ուզում միանալ շնորհակալական խոսքին ձեր հյուրընկալման համար, կազմակերպման համար, ինչպես նաև այստեղ բոլորի ներկայության համար։ Ձեր հարցին կպատասխանեմ ասելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը հիմնարար է։ Վեցերորդ լինելով, որը խոսում է, բնականաբար կիսում եմ բոլորի մտքերը, բայց ամեն դեպքում քիչ ավելի կմանրամասնեմ, բայց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախ եւ առաջ բարեկամական խմբերին ասոցիացնելու համար այս հրավիրելու համար այս իրադարձությանը Վլադիմիրին եւ հրավիրելու համար եւ մեծագույն հաճույքով եմ գալիս Գորիս, որովհետեւ երրորդ անգամն է, որ այստեղ եմ եւ կարծում եմ, որ սենատորների պատվիրակության համար, որոնք այստեղ էին 2023 թվականի ապրիլի 23-ին, այդ ժամանակ գիտակցեցինք, թե ինչ է նշանակում պատերազմի մեջ գտնվող կամ հարձակման ենթարկվող երկիր, որովհետեւ Հայաստանը պատերազմի մեջ չէր, բայց հարձակման էր ենթարկվել Ադրբեջանի կողմից եւ մենք հանդիպեցինք Le maire de Goris, Europa, nous a quittés pour dire je change de costume. Որ ջաշի ժամանակ մեզ լքեց հեռացավ մարսպետի հետ միասին, որտեղ հենց այդ պահին սահմանի միջատև կար։ Me posait des questions en disant comment դուք ինչպես դուք սենատը օգնում եք Հայաստանին, sans essayer de trop répondre, պատասխանում il faut l'aider l'Arménie à assurer la sécurité de ses պետք է Հայաստանին օգնել անվտանգությունը ամրապնդելու համար, նա շարունակեց հարցեր տալ եւ ես ասացի, պետք է օգնել Հայաստանին, որպեսզի ռազմական պաշտպանական բավականաչափ միջոցներ ունենա իր սահմանները պաշտպանելու համար։ Այդ պահից սկսած սենատում Բրունո Ռետայոն հանրապետականների համար կենտրոնական ուժերի համար, Պիեր Ուզուլյասը եւ ես Ձախակողմյանների համար համատեղ Cette troisième résolution, c'est important à noter, elle a été votée par l'ensemble des sénatrices et des sénateurs demandant à notre exécutif d'aider l'Arménie à assurer par un armement adéquat la sécurité de ses frontières. Je remercie ռազմական միջոցներ տրամադրելու Հայաստանին իր պաշտպանությունը ապահովելու համար շնորհակալություն եմ ուզում հայտնել ներգործադիր իշխանությանը մեզ լսելու համար եւ այս համագործակցությունը ինձ շատ կարեւոր է թվում, որտեղ եթե մենք ցանկանում ենք հայկական եւ ֆրանսիական համայնքները շարունակել ապակենտրոնացված համագործակցություն շարունակել, պետք է որ Հայաստանը կարողանա ապրել իր սահմանների մեջ, խաղաղության մեջ։ Donc nous avons noté ce qu'était une région, une province. Այստեղ ներկա ենք մի ժողովրդի, որը շարունակում է դիմադրել եւ անցյալ տարի հիշում եմ անցյալ տարվա պանթեոնիզացումը Միսակ Մանուշյանի մի դիմադրող, որը մասնակցել է Ֆրանսիայի պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է ապակենտրոնացված համագործակցությանը, այո, այն էական է նախ եւ առաջ Ֆրանսիայի սենատի համար, որովհետեւ Ֆրանսիայի սենատը տարածքային միավորների պալատն է եւ տարածքային միավորների եւ սենատի միջև կա համագործակցություն եւ փոխադարձ անկախություն։ Ֆրանսիայում ունենք նաև ասոցիացիաներ, որոնք կառավարվում են եւ կազմակերպված են հայկական ցակման ֆրանսիացիների կողմից, որոնք մեծապես ներգրավված են Ֆրանսիայի քաղաքական կյանքի մեջ ու նաև մեծապես ներգրավված են իրենց տարածքային միավորումներում, համայնքներում, քաղաքներում։ Եվ նրանք եւս իրենց կողմից դրդում են համայնքներին հետաքրքրվել
հայկական համայնքներով։ Հիշեցնեմ, որ առաջին համայնքը, որ համագործակցությունն էր ստեղծել Հայաստանի հետ 1968 թվականն էր, կարծում եմ սա հիշեցվեց արդեն, հիշեցրեց այդ համայնքների մասին 1968 թվականին ուրեմն նախ եւ առաջ փաստորեն համայնքներն են նախաձեռնել եւ քանի որ փոխգործողություն կա սենատի հետ մենք մեր դերը կատարեցինք որպեսզի օգնենք մենք իրականում ուղղակիորեն չենք միջամտում, բայց մենք կարելի ասել ինտերֆեյսն ենք հանդիսանում եւ այդ համայնքները, այդ տարածքային միավորումները աշխատում են այն հայկական համայնքների հետ գյուղատնտեսական, մշակութային, տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով, կրթության, մասնագիտական ուսուցման կամ սոցիալական աջակցության կամ բժշկական աջակցության միջոցով մեր համայնքները նպաստում են Հայաստանի համայնքների հզորացմանը, սա իմ կարծիքով էական է, հիմնարար է, այսօր գտնվում ենք Սյունիքում, անցյալ տարի ես նաև Տավուշ այցելեցի եւ նույն մոտեցումը կա նաև Տավուշում, ահա ինչու եմ ասում, դա հիմնարար է, էական է եւ այդպիսին է ընկալվում Սենատի կողմից։ Սենատը նաև այլ նախաձեռնություններ ստանձնեց 44-օրյա պատերազմի ընթացքում բոլոր ասոցիացիաները, մեր համայնքները, մեր հիմնադրամները մոբիլիզացվեցին, սենատորները նաև բարեկամական խմբի ներսում մենք գիտակցեցինք, որ գուցե պետք է այդ բոլոր գործողությունների միջև որոշակի կապակցվածություն ստեղծել։ Ահա ինչու հիմնեցինք Հայաստան զուգամիտում շարժումը, առաջինը Սենատում տեղի ունեցավ, երկրորդը Լիոն քաղաքում, երրորդը կարծում եմ պարոն Վոքեն իմ գործընկերը ազգային ժողովից կասի, երրորդ Հայաստան զուգամիտում համաժողովը Ֆրանսիայի ազգային ժողովում տեղի կունենա, կարծում եմ, նպատակն է միավորել բոլոր դերակատարներին ֆրանսիացի, որպեսզի նույն վայրում փոխանակեն մտքերը եւ հասկանանք, թե ինչպես կարող ենք փոխգործողություններ գուցե մշակել կամ համակարգել ամեն դեպքում այս ամբողջը։ Ես բախտ ունեմ Ֆրանսիայի սենատում հայ-ֆրանսիական բարեկամական խումբը ղեկավարել եւ հաճախ ասում եմ թե սենատում թե դրսում Հայաստանը սենատում խաղաղության խաչմերուկն է մեր կուսակցական միավորումների համար